Ներողություն, դուք եք այստեղի աշխատակից, ինչ եք պահանջում, ինչ խնդիր ունեք։ Պահանջում ենք, որպեսզի խանութները բացեն, մարդիկ աշխատեն։ Սա վիճակա, մարդիկ ամբողջ եկել են արևի տակ կանգնել են ինչի համար։ Մենք 8 տարի աշխատում ենք, չէ՞, այստեղ։ Մենք ապրում ենք, իսկ հիմա մարդիկ ամբողջը դուրս են։ Ինչի համար։ Նորեն տեսնում, որ մենք պայմանները տենց է, մառախուղեր չէր երևում։ Այս տարիների ընթացքում որևէ դժգոհություն ունեցել եք, ոչ մի դժգոհություն, բացի շնորհակալ լինելուց մենք դժգոհություն չենք ունեցել։ Մենք 8 տարի մեր ընտանիքները պահում ենք առինջ մոլով, որի համար շատ շնորհակալ ենք եղել։ Այո, իհարկե։ Երբեք մենք չենք դժգոհել։ Հիմա ինչ եք պահանջում եւ ումից եք պահանջում խանութները բացեն, մարդիկ գնան աշխատեն, որ իրենց ընտանիքները պահեն։ Ովը եթե չաշխատեն, ով է պահելու։ Կասեք։ Ոչ մեկ։ Դրա համար հիմա մարդիկ բոլորը պահանջում են, որ բացեն խանութները գնանք աշխատեն։ Եվ որպես քաղաքացի եւ որպես առինջ մոլի աշխատակից դուք այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնում եք, ինչով եք պայմանավորում, քաղաքականացնել, բայց միջև այդ, հա, մենք աշխատել ենք։ Չէ, նման խնդիրներ չենք ունեցել։ Ոնց եղավ, հանկարծ ինչ-որ բաներ տեսան ստեղ։ Սխալ ինչ-որ բաներ եղավ։ Չի եղել նման բան։ Դուք ինչ եք եզրակացնում, ինչի՞ց է դա։ Արժի ինչից է, բայց որ չի կարելի այսպես էլի ժողովրդի հետ խաղալ։ Այդքան բան։ Նախընտրում ենք, որ մի հարցի լուծում տան, մարդիկ սենց անգործ չմնան։ Ասենք ամեն մեկս մենք խանութներ ունենք ու դրանով ապրում ենք։ Եթե ձեր պահանջին չընդառաջեն, ինչ եք պատրաստում անել։ Ինչ եք, բողոքի ակցիաներ գուցե կազմակերպեք։ Բողոքի ակցիա չի։ Բողոքի ակցիա չէ։ Դե ուրեմն մարդիկ դիգան ամբողջ օրը սենց կանգնենք, բայց մեզ լսում են, հարցին լուծում տալիս են։ Պատրաստվում եք ամեն օր գալ այստեղ։ Իհարկե, բավոնց ամբողջ օրը պետք է գան կանգնեն։ Մարդիկ գալիս են գործ չունեն, սենց գալի կանգնում ենք։ Իհարկե պետք է ամբողջ օրը գան, չնայած որ ժողովրդի շատ ոստիկաններն են, ինչի համար չգիտեմ։